Հեռանկարի հյուրն է քաղաքական վերլուծաբան Գոռ Աբրահամյանը, բարև ձեզ, պարոն Աբրահամյան, շնորհակալ ենք մեր հրավեր ընդունելու համար։ Սկսենք Նիկոլ Փաշինյանի Միացյալ Նահանգներ այցից, վաղը Վաշինգտոնում Նիկոլ Փաշինյանը մասնակցելու է Խաղաղության խորհրդի անդրանիկ նիստին։ Սկզբում գուցե զուտ այդ միջոցառմանը նիստին կամ առասարակ Խաղաղության խորհրդին անդրադառնանք, որովհետև չգիտեմ կարծիք կա նաև, թե դա սիմվոլիկ ինչ-որ կառույց է, թե շատ ավելի լուրջ գուցե կառույց, որտեղից իրականում Հայաստանը կարող է ժամանակի ընթացքում մեծ օգուտներ ունենալ։ Իրականում Խաղաղության խորհրդի Թրամփի նախաձեռնության վերաբերյալ աշխարհում բավականին հակասական մոտեցումներ կան եւ մոտեցումներ են ձևավորվել։ Առասարակ այնուչ կապված է Թրամփի հետ հակասական է։ Այս պարագայում ավելի ռազմավարական խնդիրներ կան, պատճառը դա է հիմնական։ Իսկ այդ ռազմավարական խնդիրները պայմանավորված են նրանով, որ համարվում է կամ տեսաբաններից, փորձագետներից շատերը միջազգային գտնում են, որ սա նախաձեռնություն է թույլատրելու ՄԱԿ-ը որպես համաշխարհային անվտանգության, իրավակարգի ապահովման ընդհանուր համակարգ եւ հարցին մոտենում են այն տեսանկյունից, որ Խաղաղության խորհրդի ձևավորումը առհասարակ կարող է հանգեցնել ընդհանուր միջազգային իրավունքի ամբողջական համակարգի փլուզման եւ միակենտրոն, այսինքն Միացյալ Նահանգների հեգեմոնիայի վրա խարսխված նոր աշխարհակարգի ձևավորում։ Այսինքն այսքան հավակնոտ նախաձեռնության տրամաբանություն են հաղորդում այս նախաձեռնությանը եւ չեմ բացառում, որ Թրամփը իր այդ ընդհանրապես բիզնես մտածողությամբ այդպիսի նպատակներ կարող է հետապնդել։ Ի վերջո չմոռանանք, որ վերջին շրջանում մի քանի միջազգային կառույցներից Միացյալ Նահանգները հանելու քայլեր ձեռնարկվեցին եւ դրանց ամբողջ նպատակը ըստ էության միջազգային իրավունքի դաշտից, պարտավորությունների դաշտից Միացյալ Նահանգները հանելն էր եւ երկրի աշխարհի ցանկացած կետում իր ռազմավարական առաջնահերթություններից, անվտանգային առաջնահերթություններից ելնելով առանց որևէ խոչընդոտի քայլեր ձեռնարկելու հնարավորություն ստանալն է։ Եվ այս համատեքստում հատկապես եվրոպական երկրներն են բավականին մեծ վտանգ տեսնում այստեղ եւ նշում են, որ իրավունքի տեսակետից, միջազգային իրավունքի տեսակետից շատ լուրջ սպառնալիքներ են ձևավորվում։ Ամեն դեպս այդ կառույցը կա արդեն եւ կարծես թե գործում քայլերի անցնում, որովհետեւ վերջերս ձևավորվեց վաղ արդեն անդրանիկ նիստ է գումարվելու։ Տարօրինակ արագություն է հաղորդվել այս process-ին եւ ամեն կերպ փորձ արվում ցույց տալ, որ սա աշխատող նախաձեռնություն է։ Դրա համար էլ ուրեմն առաջին անդրանիկ նիստը այսքան շուտ ուրեմն նախաձեռնվեց, իրականացվում է։ Հայաստանի մասնակցությունը այստեղ սիմվոլիկ բնույթ է կրում։ Այսպես ձևակերպեմ, Միացյալ Նահանգների համար կարևոր է Հայաստանի ներկայությունը եւ Հայաստանի զուգահեռ նաեւ Ադրբեջանի ներկայությունը ցույց տալու համար այդ խորհրդի խաղաղասիրական կարգավորիչ կարևոր պոտենցիալը, որը ունի եւ կարող է զարգացնել եւ այսպես տրաֆարետային ներկայություն ապահովելու խնդիր է լուծում Հայաստանի հակասության մեջ չէ Հայաստանը, որտեղ որպես հիմնադիր այդ կառույցի երկիր եւ ընդհանուր առմամբ Հայաստանի դերը կշիռը աշխարհում ընդհանրապես։ Այո, ամեն դեպքում քաղաքական տեսանկյունից կարևոր է Հայաստանի մասնակցությունը, որովհետեւ ուզենք թե չուզենք ստացվում է, որ Հայաստանը մասնակցում է առաջին գերտերության կողմից նախաձեռնված մի ակումբի ձևավորմանը, որը հավակնում է այդպիսի բավականին մեծ լուրջ դերակատարման եւ սա նաեւ ինչ որ առումով, այսպես Հայաստանի տեսանկյունից ազդակ է ցույց տալու համար, որ վայելում է Միացյալ Նահանգների աջակցությունը, հովանավորությունը, այդ հովանոցը իր եւ մասնակցում է նաեւ Ադրբեջանը։ Եվ մասնակցում է Ադրբեջանը, այո, որովհետեւ Հայաստան, Ադրբեջան ու խաղաղության այդ կոնցեպտի համատեքստում, որը փորձում են զարգացնել եւ դնել խորհրդի ձևավորման տրամաբանության մեջ, դրանք
սիամական երկօրյակների նման է, իսկ նա մեկ առանց մյուսի չի կարող լինել, երկուսի միաժամանակյա ներկայությունը այդտեղ, այս կարելի ասել միայն դա է տրամաբանական։ Հետևաբար, եւ հաշվի առնելով, որ երկու երկրներն էլ համաձայնությունը տվել են այդ ակումբին միանալու, ես ակումբ եմ ձևակերպում, որովհետեւ դա առայժմ ակումբային տրամաբանություն ունի, որովհետեւ լուրջ հավակնություններ կամ լուրջ դերակատարություն ունենալու համար ինքը պետք է իրավական շատ լուրջ բազա ձևավորի, իսկ մենք դեռ դրա ուրեմն ազդակները չունենք, դրա ականատեսը չենք։ Այսինքն այս պահին մենք գործ ունենք քաղաքական հայտի հետ, քան ռեալ միջազգային գործընթացներում դերակատարության հավակնության, բայց ինքը կարող է աշխատել, հիշենք օրինակ Աբրամյան այսպես կոչված նախաձեռնությունը Թրամփի մերձավոր արևելյան երկրների եւ Իսրայելի հաշտեցման գործընթացի, որը իր վրա բավականին այսպես մեծ դերակատարություն վերցրեց ամբողջ մերձավոր արևելյան տարածաշրջանում հավասարակշռություն ձևավորելու տեսանկյունից եւ ելի Միացյալ Նահանգների ազդեցությունը այնտեղ զգալի դարձնելու համար։ Սա է հիմնականը։ Խոսենք նաև դրան հաջորդած իրադարձությունից, ես նկատում եմ 6 հայցը եւ Ադրբեջան եւ Հայաստանին եւ որոնց հետ կապված դուք մանրամասն վերլուծություններ ունեք, ինչու՞մն է այդ տարբերությունը Հայաստան այց եւ Ադրբեջան այցի եւ տարբերությունը, որը, չգիտեմ, գուցե օգուտ է ավելի մեծ կամ օգուտ է ավելի Ադրբեջանին, որովհետեւ մեր քաղաքական դաշտում այս հարցով եւս բավականին մեծ բանավեճ կար, շատերը կարծում էին, որ շատ ավելի թե բովանդակության, նաեւ առումով հագեցած էր այս Ադրբեջան, մյուս մասը հակառակն է կարծում, մի խոսքով ձեր կարծիքը։ Ինքնին են հանգամանքը, որ երկու մոտեցումներն էլ բավականաչափ, ասես փաստարկներ են փորձում ներկայացնել, ցույց է տալիս, որ այնուամենայնիվ այդ այցը հավասարակշռող այց էր, այսինքն եւ բովանդակային առումով էր հավասարակշռող։ Պետք է նկատի ունենալ, որ Հայաստանը Միացյալ Նահանգների հետ ռազմավարական բնույթի համագործակցություն սկսել է ձևավորել շատ ավելի վաղ, 2025 թվականի հունվարին ստորագրվեց ռազմավարական համագործակցության համաձայնագիրը, որը ի դեպ զուտ թղթային ձևակերպման տեսանկյունից ավելի հռչակագրային է, քան այն փաստաթուղթը, որը ստորագրվեց Ադրբեջանի հետ, որովհետև այնտեղ ռազմական համագործակցության հետ կապված եւ այլն շատ կոնկրետ ուրեմն ուղղություններ են նախանշված։ Հայաստանի դեպքում շեշտադրումը ավելի շատ դրված էր ժողովրդավարության զարգացման հնարավորություններին, որոշ չափով ռազմական, բայց այստեղ ավելի շատ խոսքը գնում էր ռազմաուսումնական, մեթոդաբանական եւ այլն աջակցությունների եւ այլնի մասին։ Այս առումով տարբերությունները զուտ փաստաթղթի տեսանկյունից արկա էին, բայց մի բան պետք է նկատի ունենալ, որ մինչև Ադրբեջանի հետ այս փաստաթղթի ստորագրումը Հայաստանը Միացյալ Նահանգների հետ անցել է բանակցությունների բավականին երկար ընթացք, 1 տարի, կարելի ասել, եւ այդ 1 տարվա ընթացքում, ինչպես Վենսի երևանյան հայտարարություններից պարզ դարձավ, բավականին լուրջ ուրեմն հենակետային Հայաստանի համար հենակետային ուղղություններով հարցեր են քննարկվել, նախնական ես կձևակերպեի համաձայնություններ են ձեռք բերվել, խոսքը վերաբերում է միջուկային էներգետիկայի հզորությունների զարգացմանը, նաև ժամանակակից տեխնոլոգիաների, արհեստական բանականության, այդ չիպերի հայաստանյան գեներացիայի կենտրոնների ձևավորման, տվյալների բազաների ձևավորման եւ այլն։ Եվ նաև մի կոմպոնենտ էլ ավելացավ, որի մասին չգիտեինք, դա 11 միլիոն դոլարի չափով Հայաստանի ռազմական օժանդակություն էր անօթաչու թռչող։ Իհարկե, այստեղ 11 միլիոնը բավականին սիմվոլիկ գումար է, անկեղծ ասած, եւ հատկապես այդ կարգի տեխնոլոգիական հզորությունների տեսանկյունից ինքը չի կարող, չի հավակնում ծածկելու Հայաստանի ամբողջական կամ մոտավոր, այսպես ասենք, մոտավոր պահանջարկը այդ առումով։ Բայց ինքը սիմվոլիկ լինելով կարևոր ուղերձ է ցույց տալու համար, որ նաև ռազմական ոլորտում արդեն կան կոնկրետ սեղանին դրված նախագծեր եւ դրանք կյանքի են կոչվում, այստեղ էլի գալիս է հավասարակշռելու այն կոնկրետ պայմանավորվածություններին ռազմական բնույթի գործարքների առումով, որոնք Միացյալ Նահանգները կարծես թե ունի Ադրբեջանի հետ, որի մասին դեռևս չի բացահայտվում, բայց ենթադրում եմ, որ արդեն
որոշակի նաև պայմանավորվածություններ կան այդ Միացյալ Նահանգների ռազմաարդյունաբերության հնարավորություններից Ադրբեջանի օգտվելու առումով։ Այս առումով փորձել է ինչ որ առումով հավասարակշռություն ապահովել, ցույց տալու համար առաջին հերթին Հայաստանյան Հանրության, հետո միջազգային հանրությանը, որ փորձում է բալանսավորված քաղաքականություն, տարածաշրջանում բալանսավորված անվտանգային քաղաքականություն վարել։ Հիմնականում սա է, կարելի է ասել, այնտեղ էլ է, օրինակ խոսքը Ադրբեջանի պարագայում էլի գնում է արհեստական բանականության հետ կապված պոտենցիալի զարգացմանը, բայց այնպիսի կոնկրետություն չկա, ինչպիսին Հայաստանի դեպքում, որտեղ Հայաստանի պարագայում արդեն խոսքը գնում է կոնկրետ ընկերությունների եւ նրանց կողմից արվող ներդրումների մասին։ Ինչ վերաբերում է միջուկային էներգետիկային, սա իրականացվելու դեպքում բավականին ոչ միայն կմեծացնի Հայաստանի էներգետիկ հզորություններ եւ տեխնոլոգիական առումով առաջընթաց կապահովի, բայց նաեւ էներգետիկ դիվերսիֆիկացման հնարավորություն կտա։ Մի քիչ այս բaragայում դիվերսիֆիկացիա ասելն է հարաբերական, որովհետեւ կարծես թե տրամաբանությունը ռուսական էներգետիկ գերիշխանության փոխարեն ամերիկյան գերիշխանության հաստատումն է, բայց նկատի ունենալով, որ մնացած ոլորտներում ռուսական ներկայությունը բավականին զգալի է, այդ բլոկի ամերիկանացումը, այսպես ձևակերպենք, էլի ինչ որ առումով Հայաստանի համար հավասարակշռող նշանակություն ունի։ Այս բոլորը ի վերջո կապ ունի Թրամփի կամ Թրամփի նախաձեռնությունների հետ, տեսեք մյուս կողմից անընդհատ նշվում է, որ Թրամփի վարկանիշը նվազում է։ Հնարավոր է, որ այս նվազման հետ նաև նվազում են Թրամփի տարածաշրջանային բոլոր նախաձեռնությունների, չգիտեմ, իրականություն դառնալու հավանականությունները։ Գիտեք, այն պահին, երբ որ Միացյալ Նահանգները եւ Հայաստանը 2025 թվականի հունվարին ստորագրեցին այդ ռազմավարական համագործակցության փաստաթուղթը, ինձ համար պարզ դարձավ, որ այստեղ վարչակարգերի խնդիր չի, այսինքն հաշվի առնենք, որ այդ փաստաթուղթը նախորդ վարչակազմի օրոք ստորագրվեց, վերջի շրջանում էր արդեն, իշխանափոխության վերջին շրջանում էր, եւ այդ հանգամանքը նաեւ շարունակականության ապահովումը ցույց է տալիս, որ այստեղ ավելի ինստիտուցիոնալ բնույթ ունեցող գործընթացների հետ ենք մենք առնչվում, եւ սա ամենահուսադրող պահն է, ամբողջ process-ի ընթացքում, որովհետեւ այո, Թրամփի նախաձեռնությունները, Թրամփի տրամադրությունների հետ կապված կարող են փոխվել, դա գաղտնիք չէ, բայց այն ինչ որ մնում է ռազմավարական մակարդակում, դա կարող է շարունակություն ապահովել եւ մենք պետք է անկեղծ ասած ամեն ինչ անենք, որպեսզի վարչակարգերի կամ քաղաքական տրամաբանությունից դա տեղափոխենք մենեջմենթի տրամաբանության։ Տպավորությունն այն է, որ այս վարչակարգի պարագայում ավելի շատ ամեն ինչ կապված է կոնկրետ անձ հետ, որովհետեւ դուք ճիշտ նշեցիք, որ այդ ամենը շատ ավելի խորը նախապատմություն ուներ դեռ նախորդ վարչակազմից սկսած, բայց օրինակ Բայդենի անունով ինչ-որ ծրագրեր, չգիտեմ, նախաձեռնություններ, նախագծեր չկային, բայց հիմա ավելի շատ ամեն ինչ կապվում է հենց կոնկրետ անձի Թրամփի հետ։ Ես սա նկատի ունեի եւ այդ դեպքում, եթե այդ նախաձեռնությունների հավանականությունը եւս կարող է նվազել, ապա, չգիտեմ, գուցե վաղ է խոսել նույն թրիպի մասին կամ նույն այդ հեռուն գնացող ծրագրերի մասին, քանի Միացյալ Նահանգներում քաղաքական դաշտում ինչ-որ երերուն վիճակ է։ Ցանկացած ծրագիր տարածաշրջանային, հատկապես եթե ինքը կոմունիկացիոն բնույթ ունի եւ լոկացիոն խնդիրներ է լուծում, նաեւ անվտանգային, ինքը պետք է միշտ խարսված լինի նյութական ներկայության, նյութական ներդրման վրա։ Երբ որ դա տեղի ունենա, մենք դուրս կգանք Թրամփի բանից, կոնցեպտից, որտեղ Միացյալ Նահանգները միշտ ձգտելու է դեպքում այստեղ պաշտպանել իր տնտեսական շահերը։ Այսինքն մենք պետք է այնպես անենք, որ Միացյալ Նահանգները այստեղ պաշտպանելու բան ունենա։ Երբ որ դա տեղի ունենա, մենք թրիպի ներողություն Թրամփի հետ կապված ուրեմն դեպս մտավախություններ կարող ենք չունենալ։ Տեսեք, օրինակ թրիպի մասով հիշատակեցիք, Վենսի այցի մի մեծ մասն էլ ուղերձների հենց դրան էր վերաբերում։ Անկեղծ ասած, ես մտածում եմ, որ Վենսի այցի շրջանակներում ավելի կոնկրետացումներ կլինեն Հայաստանի դերակատարության հետ կապված։ Ինձ օրինակ շատ հետաքրքրում է Հայաստանի ներքին կոմունիկացիոն ցանցի եւ թրիփի ինտեգրումը ինչպես է տեղի ունենալու, Հայաստանի արտաքին շուկաներ դուրս գալու հնարավորություններն ինչպես են ինտեգրվելու այս ծրագրի հետ, դրանց պատասխանները առայժմ անկեղծ ասած դեռ չեմ ստացել, գոնե ինձ համար։
միգուցե ինչ-որ բան ճիշտ չեմ հաշվարկել կամ տեսել, բայց ամենայն դեպս չեմ տեսել եւ սպասելիքս նաեւ որ այս ուղղությամբ մենք պետք է առաջին հերթին աշխատանք տանենք, որովհետեւ նախագիծը նախագիծ, բայց կրկնում եմ, դա պետք է նյութականացվի, իրավական բազան պետք է ձևավորվի եւ առաջին հերթին ֆինանսական մասը դրա պետք է ապահովվի։ Բարսա, Ադրբեջանին պետք է խաղաղության համաձայնագիրը։ Ադրբեջանին շատ դժվար չէ, այսինքն կարելի ասել տակտիկական տեսակետից հիմա ձեռնտու է այն ինչ որ հիմա կատարվում է։ Ռազմավարական տեսանկյունից բնականաբար ինքը այդպիսի խնդիր չունի։ Չձևակերպեմ դա ձեռնտու է թե ձեռնտու չի, բայց այդպիսի խնդիր առայժմ չունի։ Իր ստրատեգիական առաջնային խնդիրը ճանապարհ ստանալն էր Հայաստանի տարածքով դեպի Նախիջևան։ Ինչ որ լուծման տրամաբանության համատեքստում այդ կարծես թե ինքը ստանում է։ Այսինքն պետք չէ, բայց այս բոլոր նախաձեռնությունների տրամաբանության մեջ ստիպված կլինի գնալ այդ համաձայնագիրը։ Ինքը առայժմ կարծում եմ, ինչպես Հայաստանը, կոնկրետ այդ խորհրդի հետ կապված, որտեղ Հայաստանի համար շատ կարևոր է միջազգային իրավունքի գերիշխանությունը, ինչը կարծես թե դուրս է այս խաղաղության խորհրդի տրամաբանությունից, բայց Հայաստանը մասնակցում է այդ ակումբի, որովհետև աշխարհում խաղի կանոնները Միացյալ Նահանգների եւ Թրամփի նախաձեռնությամբ փոխվում են եւ դու պետք է կամ ադապտացվես այդ process-ից կամ դուրս շպրտվես դրանից։ Հիմա Հայաստանը փորձում է ադապտացվել դրան։ Հիմա նույնը այստեղ է։ Ադրբեջանը փորձում է ադապտացվել այն նոր խաղի կանոնների, որոնք հաստատում են տարածաշրջանում, որովհետեւ այն խաղը, որը տեղի է ունենում տարածաշրջանում, դա միայն տարածաշրջանային խնդիր չի։ Անկամ Իրանի խնդիր չէ այստեղ գլոբալ, գերգլոբալ խնդիրներ են լուծվում, խոսքը Միացյալ Նահանգներ, Չինաստան հարաբերություններին է վերաբերում եւ Չինաստանից դեպի արտաքին շուկաներ, եվրոպական շուկաներ ուղիների նկատմամբ հսկողություն սահմանելուն է վերաբերում եւ այս համատեքստում Ադրբեջանը շատ լավ հասկանալով թե ինչ գլոբալ խաղի մասնակից է դառնում, փորձում է այս ժամանակահատվածում գնալ ժամանակավոր այսպես տեղատվության ճանապարհով, հետո եթե հնարավորությունները կներեն, միգուցե եւ ուրեմն կսկսի նորից պահանջատիրոջ դիրքերից հանդես գալ։ Հենց այդ տեսակետից է, որ մենք պետք է փորձենք այնպես անել, որ ինստիտուցիոնալ բնույթ կրի այս տարածաշրջանում Միացյալ Նահանգների ներկայությունը եւ խաղաղության երաշխավորումը դառնա իր ներդրումների պաշտպանության միջոց։ Այդ դեպքում մենք կարողանանք ուրեմն որոշակի ապահովագրվածություն ունենալ անվտանգային առումով, իհարկե նաև այդ ժամանակը ծառայեցնել դիվերսիֆիկացման ճանապարհով կամ դիվերսիֆիկացիայի հիման վրա մեր ռազմական պոտենցիալը հզորացնել, վերադարձնել նախապատերազմական վիճակի։ Իսկ Հայաստանի ներքաղաքական զարգացումների համատեքստում որ ժամանակաշրջանն է ավելի շահեկան ըստ ձեզ Ադրբեջանի համար, որպեսզի այդ խաղաղության համաձայնագիրը կնքվի, որովհետև հաճախ եք լսում, որ նպատակահարմար է, որ դա կնքվի մինչև հունիսի 7-ի ընտրությունները։ Ինչ կապ, ինչ այստեղ դրամաբանական կապ եք տեսնում։ Իմ կարծիքով իրենք ավելի կոմունիկացիա իմաստով ավելի հեշտ կոմունիկացում են Հայաստանի ներկայիս իշխանությունների հետ։ Այդ տեսակետից կարծում եմ, որ իրենց համար ավելի նպատակահարմար կլինի, եթե ուրեմն հետագա հարաբերություններն էլ ձևավորվեն գործող ներկայիս վարչակարգի հետ։ Բայց մտավախություն կա, որ իշխանությունները փոխվեն։ Մտավախություն չկա, բայց իրենք կարող են հաշվարկել դրանից ածանցող ռիսկերը, կարծում եմ այսպես։ Եվ այդ հանգամանքը հաշվի առնելով նաև այդ տեղատվությունը ինչ որ առումով կարող է նաև դրանով պայմանավորված լինել։ Կրկնում եմ, Ադրբեջանը կարող է ռուսական ազդեցության գործոնի հետ մենք ավելի շատ կապ կունենանք, հա, նաև արտաքին քաղաքական զարգացումները մենք պետք է հաշվի առնենք։ Դա միշտ պետք է հաշվի առնենք, հատկապես ընտրություններին ընդառաջ եւ հատկապես այսպիսի տարածաշրջանը միջազգային տենց ուրեմն բաների կենտրոն դառնալու պայմաններում, այդ հակասությունների կենտրոնի վերածվելու պոտենցիալի պայմաններում, դա այդ ռիսկերը միշտ պետք է հաշվի առնենք, դրանում որևէ կասկած չկա, բայց չի ուզենա կապել ռուսական ազդեցությունը ադրբեջանական հավակնությունների հետ։ Ինչու համար եմ ասում, որովհետեւ լսում ենք շատ անգամ, որ առաջկա ընտրությունները ոչ միայն ներքաղաքական պայքար են լինելու, այլ նաև շատ ավելի մեծ խաղացողների միջև պայքար են լինելու, չէ, արևմտյան ազդեցության եւ ռուսական ազդեցության նաև պայքարը այդ տրամաբանության մեջ են զարգացումները Հայաստանում ընթանում։ Ինչ որ առումով այո, այդ բևեռների բախումը ավելի է սրվում, բայց դա այն
ածելի վրա քայլելու այն քաղաքականությունն է թելադրում, որը մենք այսօր ունենք։ Այո, այդ լավ ուրիշ չի, որ այդ միջոցն ենք ընտրել, այդ ճանապարհն ենք ընտրել, բայց այլընտրանք էլ չկա։ Հայաստանը չի կարող շարունակել այն տրամաբանությամբ, որով շարունակում էր, եւ պետք է ադապտացվի նոր իրողություններին, որոնք հաստատված են։ Հայաստանը պետք է առաջնահերթորեն իր անվտանգությունը կարողանա ապահովել, սա գերխնդիրն է։ Իսկ նախկին փիլիսոփայությամբ այդ համակարգը չի կարող, ուղղակիորեն չի կարող գոյություն ունենալ եւ երաշխիքներ ապահովել մեզ համար։ Հետևաբար այդ սուր անկյունները հարթելու կամ այդ սուր անկյունների արանքով քայլելու այս տրամաբանությունը ինչ որ առումով պարտադրված անայլընտրանք գործելակերպ է, դրանով շարժում են առաջ, կարծում եմ կշարժվեն առաջ այնքան, մինչև որ կողմերից որևէ մեկի կողմից վերջնական այսպես պահանջներ կձևակերպվեն, մենք էլ պետք է այնպես անենք, որ այդ պահանջները չձևակերպվեն, էլի։ Մանևրելու քաղաքական կուրսի մեջ ենք, եւ դա էլ եմ ասում, ոչ այնքան ներքին, որքան արտաքին գործոններով է պայմանավորված։ Ներքին ներքաղաքական իրողությունները ավելի շատ ազդվում են արտաքին այդ գլոբալ process-ներից։ Շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար։ Այսքան հարգելի հեռուստատողներ, մեր հյուրն էր քաղաքական վերլուծաբան Գոռ Աբրահամյանը։